Բարև ձեզ ժողովուրդ ջան, տևական ժամանակ Աննա Հակոբյանը կորել էր։ Վերջերս համացանցում ջրի նման ճլը, գորտի նման ճլը տալով թռնում ջրերես, էլի հիմա էլ իբր ահաբեկել են։ Դուք ահաբեկված ծնված եք։ Դուք ում եք պետք, որ ձեզ ահաբեկեն։ Եվ դատախազությունը արագի մեջ քրեական գործ է հարուցում։ Դուք ում եք պետք, բան ժամանակ, որ զոհվածների մամաներին եռաբլում, ծեծում էին, քաշքշում էին, ուր էր դատախազությունը, ուր էր։ Ուրեմն ինչ են քեզի վախեցրել, ես ուշադիր լսում եմ, իմ համար անհասկանալի է։ Ես չեմ կարող չխոսել բանից, ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք ինչ է, Նիկոլից պիտի խոսեմ, բայց ես չեմ կարող ասել Նիկոլ Փաշինյան կստացվի, որ պաշտոնական դիմելաձև է։ Նիկոլ վարչապետ չեմ կարող ասել մի մարդու, ով որ վայոց ձորի լեռները, սարերը ասում էր, մեզ պետք է ձնոտ, անձրևոտ այդ լեռները, սարերը, ձեռը կրակն ենք ընկել, հիմա այդ տանք թող ադրբեջանցի կրակն ընկնեն։ Ու տվեց այդ ադրբեջանցի առեսօր կրակն ընկած վառվում են։ Նման մարդու ոնց կարելի ասել վարչապետ, կամ վարչապետ ասել մի մարդու, ով ասում է, ծիրանը չեն ընդունում, մեր բերքը չեն ընդունում, թող չընդունեն, տուրիստերը կգան կուտեն, այ քեզ հաշվարկ։ Փաստորեն օդանավակայանում զվարթնոցում տամուժնի անստեց, մտնողին հարցնում են, ծիրան ուտելու ես, համեցեք, չես ուտելու, նազատ, ուտելու ես, համեցեք, չես ուտելու, գնա, սենց վարչապետ ալեմ, սենց երկրի ղեկավար ալեմ։ Երեք նաև աչքովս ընկավ, թե այդ մարդը այդպես էլ պնդաճակատ մարդ է, չի հասկանում, որ վռնդել են, լրի վռնդել են հապկից մեզի, պարզվում է հապկի ամենախելացի տղեն ինքն է, այս ուրեմն համաձայն պայմանագրի իրավունք չունեն խախտեն, մինչև չգիտեմ ես իմ երբ մեր ապրանքը պիտի ընդունեն, համաձայն պայմանագրի, նման կետ չկա, որ արգել են, այքել բանդեղ համաձայն պայմանագրի կետ կա, որ Ռուսաստանի բարեկամ երկրի նախագահան գալիս է, չես դիմավորում, երբ որ այլ հզոր պետություններ գնում է, խալիները փռած դիմավորում են, երբ որ գալիս է Հայաստան, նստում ես գազելը մանես տալի դեմը նստած Լուկաշենկոն, Պուտինը այդ գազելով մանը Երևանը ինչն է ցույց տալի, երբ որ օրենք ես ընդունում, Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրենք ես ընդունում, դից դավաճանություն, քանի միլիարդ, 8 միլիարդ դոլարով դավաճանեցիր բարեկամ երկրներին, 4 երկրների դավաճանեցիր, և այսօրվա դրությամբ հլը մի բան էլ իրանք են մեղավոր, ընդեղ դες կետ չկա, ցանկացած կետում պարզից պարզ երևում է։ Նիկոլ Փաշինյան, երբանից դու մեր ժողովրդի զգացմունքների վրա խաղացիր, գիտես երբանից, ուրեմն ժողովուրդ ջան, երբ որ ընդդիմադիր լրատվամիջոցները ճշմարտություն են ներկայացնում, ստացվում է բամփասանք։ Հիմա ես մի բան եմ ասելու, կես տար անգամ բամփասանք չկա։ Ուրեմն 2000-ականներ Նիկոլ հիշի, Նիկոլ Ենոքավանցի, ուրեմն տես, ոչ Փաշինյան, ոչ Նիկոլ վարչապետ, Նիկոլ Ենոքավանցի, երբ որ երկու բիզնեսմեններ, մեծահարուստ հայկական բիզնեսմեններ, այս մարդը փոխաշխատելու միակ ձևը շանտաժ գրել, սրա նրա վրա շանտաժ գրելն էր։ Միտեղ մի 100,000 դրամ գցեին, միտեղ 50,000 կփախներ։ Այնքան էր նադայրարը, որ դատի տվեցին եւ Նիկոլ Փաշինյանին տուգանեցին 4 միլիոն դրամ։ Եվ տվեցին ժամանակ կամ պիտի տար, կամ պիտի հայկական ժամանակ օրաթերթը փակվեր։ Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին, լացակումած, ժողովուրդ ջան, ձեր խոնար ծառան, ես կործանվում եմ, հաշվի համար եմ բացել, տվեց հաշվի համարը բոլորին, թեկուզ մարդը ամեն մեկը 100 դրամ, տվեք, ես այդ պարկը փակեմ։ Դե բնականաբար մի ամիս է, թե ինչքան էր, ես էլ եմ տվել, Նիկոլ, ես էլ եմ տվել, ով 100 դրամով, 1000 դրամով, 10,000 դրամ տվին,
ամիսը լրացավ, արդեն ժամանակը լրացվել է, թե չերել Հայդարարի։ Հայդարարից թե ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, 4 միլիոն դրամ, մի բան էլ ավել, թե ինչքան ավել, չասած։ Այս աֆերիստը չասած։ Դե դրամը ինչ է, 5+- 50 դրամ։ Հավաքվելը շնորհակալ եմ։ Եվ այս երկու բիզնեսմեն գործարարները մոտեցան հրաժարվեցին 4 միլիոն դրամից։ 2 միլիոն մեկիններ, 2 միլիոն մյուսիններ, ես չասեմ 2000-ականներին, արա լստեք այ քպեականներ, եսի գիտեք այ փսլնկոտներ, այն ժամանակ կարճաթև տրուսիկ եք հակել դուք։ Ուրեմն հրաժարվեցին այս երկուսներ 4 միլիոնից, փողը մնաց Նիկոլին։ Ինչ արեց Նիկոլը փողի համար, հո 100 դրամ հետ չէ տալու, գնաց մի հատ նիվա առավ ընտիր, դե ժամանակ 4 միլիոն դրամը կարծեմ 9000 թե 10000 դոլար էր, դե նիվեն 6-ից 7000 դոլար էր, մի հատ սպիտակ գույնի նիվա առավ, այս մարդը մնացածը ծախսեց, 1000 դրամ, 5000 դրամ անգամ բարեգործություն չարավ, ոչ մանկատանը, ոչ սերանոցներին, ոչ հաշմանդամներին, դաժե 5000 անգամ 5000 դրամ չոքնեց, որևէ մեկին չոքնեց։ Այս մարդը հասկացավ մի բան, ժողովրդի զգացմունքները ոնց կարելի է վերցնել, ոնց ուզել նենց էլ պտտացնել։ Եվ 4 միլիոն դրամը ինքը իր կոլեկտիվով են մեհադեր Հայ Գևորգյան կար։ Նիվեն առան իրանց համար կայֆավատ էին ելում, 4 միլիոն դրամ։ Սա ամենամեծ խոշոր գումարն է, որ Նիկոլ Փաշինյանը չխապեց, չգողացավ։ Պարզապես ինգել էր դեռը, չտեսի, ասում են չտեսին տղայացնվում, ուրախությունից եղած չեղածը պոգմա։ Այս չտեսին մի անգամի 4 միլիոն դրամ պող ընկավ ձեռը։ Ես չեմ կարող չխոսել քպեական որոշ թափտպուկներից, ժամանակ առ ժամանակ մեկ էլ տենաս ճլըտ Facebook-ում ի հայտ է գալի Հայկ Կոնջորյան, չգիտեմ Ռուբեն Ռուբինյան, չգիտեմ Վահագն Ալեքսայան, ու բոլորը ինչ են խոսում, ժողովուրդը մեծ ձայն է տվել, ժողովուրդը մեծ ձայն է տվել, ու գիտեք 8 տարի նույն բանն է։ Ժողովուրդը ձայն է տվել, որ մենք Քոչանին դատենք, մյուսին մեկի, այս անգրագետները մոռացալ, չէ ժողովուրդ ջան, 30 միլիարդ դոլարից սկսան եկան ինչան 200 միլիոն դոլարը։ Այս տգետները ուրիշ ասելիք չունեն։ Քոչարյան։ Այ գետինը մտնեք, դուք կարաք մի բան ցույց տալ, որ 8 տարվա մեջ տնտեսության որևէ ոլորտում ինչ-որ մի բան առաջընթաց կա, չեք կարա, 8 միլիարդը ամբողջ ազգին դրել եք գրավի տակ, 8 միլիարդ դոլարը բերել եք, ուրագումարը չկա, զենք ենք արվել, մոռացաք, այ գորիլոներ, այ շիմպանզեներ, ռագատկա եք առել, չգիտեմ հրացան եք առել, թե ինչ եք առել, 8 միլիարդ դոլար, 8.5 միլիարդ դոլար գումարը չկա։ Ես զարմանում եմ, ամփոփենք զարմանում եմ նաև սրանց աջակիցների, այս վերջերս էլ մի հոգեգան հիվանդ, Նիկոլական Դուբին, ասում է, որ հեսա Նիկոլին տանում են Եվրախորհրդի նախագահ, վայ գետինը մտնեք, դուք ինչ համար եք ապրում, տարեք, խնդրում եմ տարեք, շնորհակալություն, Եվրախորհրդից միակ դրական բանը այն է, որ Նիկոլին կտանեք, ես կտամ, 100 դրամները կհավաքենք, տանում են Եվրախորհրդի նախագահ, Հիսուս քեզ Քրիստոս, կներեք ժողովուրդը։